Վերջին օրերին համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մի արցախցի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը Երևանի մետրոպոլիտենում։ Թիմակիցների հետ շրջող վարչապետի եւ քաղաքացու միջև բանավեճը վերածվեց սուր կռվի, երբ հնչեցին հարցեր Արցախի հայաթափման վերաբերյալ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարչապետը բավականին էմոցիոնալ արձագանքում կնոջ հարցերին։ Հանրային կարծիքը բաժանվեց երկու բևեռի։ Պաշտպանողները ընդգծում էին, որ վարչապետն էլեմարտ եւ կարող է էմոցիոնալ լինել։ Քննադատողները մեղադրում էին երկրի ղեկավարին ինքնատիրապետումը կորցնելու եւ քաղաքացու հետ ոչ պատշաճ տոնով խոսելու մեջ։ Այս ամենի ֆոնին իր արձագանքն է եղել ասմունքող եւ հանդիսավար Լիանա Զուրաբյանը։ Նա որդու մասնակցությամբ տեսաուղերձ է ձայնագրել դիմելով Նիկոլ Փաշինյանին։ Խնդրում եւ հորդորում ենք ձեզ թողնել ժողովրդավարությունը զերծ մնալով սադրանքներից։ Ուղերձի հիմնական շեշտադրումները հետևյալն էին. հորդոր խնայել նյարդերը։ Լիանան նշել է, որ վարչապետը իրենց առողջ է պետք եւ խնդրել է զերծ մնալ սադրանքներին տրվելուց։ Շատերի կողմից նրա այս քայլը չընդունվեց։ Շատերը սա համարեցին ոչ տեղին քաղաքական պաշտպանություն եւ քննադատեցին ասմունքողին իշխանության վարքագիծը արդարացնելու համար։ Մենք կապ հաստատեցինք Լիանայի հետ, բարձելու նրա տեսակետը քննադատությունների վերաբերյալ։ Ծնվել եմ Հայաստանում, մեծացել եմ Հայաստանում, այժմ էլ ապրում եմ իմ հայրենիքում։ Ոչ մի անգամ չեմ եղել կուսակցական, ազատ խոսքի իրավունքով հայուհի եմ, ունեմ 1 որդի։ Անընդհատ տեսնելով Հայաստանը կռիվների ու պատերազմների մեջ, վերջին մի քանի տարում ես զգում ու նկատում եմ խաղաղություն եւ ուզում եմ այն լինի շարունակելի։ Ուզում եմ բոլորս ապրենք անկռիվ հայրենիքում, խաղաղ երկնքի տակ։ Դե ինչ, մնացեք մեզ հետ հետագա զարգացումներին ծանոթ լինելու համար։